Դուք պաշտպանության հանձնաժողովից եք, ինչպես եք մեկնաբանում ծառայությունը տարի ու կես դարձնելու իշխանության այս գաղափարը։ Հանձնաժողովի նիստի օրը խոսենք, հա, Նարեկ ջան։ Ինչու այսօր չեք խոսում։ Որովհետև հարցերը աշխատանքային քննարկմանը որ եղել է, պաշտպանության նախարարության ներկայացուցչի կողմից պատասխան չի եղել դրանց, երբ որ կլինի խոսենք, հա։ Գնահատականը ո՞րն է այս նախագծի։ Հիմա չխոսենք, հա, որտեվ թվային տվյալներ պիտի ունենանք, որին նախարարությունը դեռ չի տվել։ Լավ, իսկ Նիկոլ Փաշինյանի Կիրակնորիա պատարագին մասնակցելն ինչպես եք մեկնաբանում։ Խայտարակություն։ Ինչու։ Կարգալույս քահանայի պատարագին մասնակցելը խայտարակություն եմ գնահատում, ոչ քրիստոնեական արարք։ Դուք ինչպես կպայքարեք, եթե համարում եք դա ոչ քրիստոնեական արարք։ Հիմա չպատասխանեմ։ Ինչու՞, բայց ոչ մի հարցի հիմա չեք ուզում պատասխանել։ Չէ, ասեցի ինչի համար, Նարեկ ջան։ Այսինքն այս հարցն էլ պետք է ԲՆԻ հանձնաժողովում քննարկվի։ Չէ, ԲՆԻ հանձնաժողովում չէ, բնականաբար իմ անձնական պայքարի մասին չեք ասում, հավանաբար քաղաքական թիմի, չէ։ Դե քննարկում մի օր է մնացել, դեռ չեք քննարկել, թե ինչ եք անելու։ Չէ, դեռ չենք Հնարավոր է կուսակցությունն էլ գնա այնտեղ փորձի հակազդել, թե ոչ դաշնակցությունը այդ։ Հավանաբար ավելի կարևոր է թե մայրաթորը ինչ կանի կամ ինչ կհրահանգի հավատավոր ժողովրդին։ Սպասելու եք կաթողիկոսի, հա, խոսքին։ Բնականաբար այդ խոսքը շատ կարևոր է, բայց նաև չգիտեմ, տեսնենք քննարկում կունենանք, չենք ունենա այդ հարցով կորոշվի։ Դուք որպես քրիստոնյա արդյոք մտահոգված չեք այն ինչ հիմա տեղի ունենում եկեղեցու շուրջ եւ կաթողիկոսը լռում է այդ բարձրաձայնած հարցերին չի արձագանքում։ Ձեզ մոտ հարցեր չեն առաջանում։ Նարեկ ջան, կան հարցեր, որոնք եկեղեցու ներքին խնդիրներն են, որոնց քաղաքական իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքականությունը իրավունք չունի։ Հավատացյալները իսկ հավատացյալների դեպքում բնականաբար շատ հարցեր կա, հարցեր կա, որոնք պատասխանվում են, հարցեր կա, որոնք չի պատասխանվում։ Հարցեր կա, որոնք երեխա ունի, թե իսկ հարցեր կա, որ ընդհանրապես անտեղի են ու այդ հարցերը պիտի չլինեն, որ պատասխանը պետք է իմանա կաթողիկոսը երեխա ունի, ինչու բայց չեք ուզում այս հարցին պատասխանել, ինչն է, ինչից եք խուսափում։ Չգիտեմ, բան չեմ տեսնում, պատասխանը։ Պետք է հավատացյալ այդ հարցի պատասխանը ստանա, թե ոչ։ Եթե պետք է կստանա։ Դուք որպես հավատացյալ ուզում եք այդ հարցի պատասխանը ստանալ։ Նարեկ ջան, վերջ, այսքանը, հա։ Բայց դուք որպես հավատացյալ կուզեիք կաթողիկոս այդ հարցին պատասխանել։ Շնորհակալ։ Ինչու եք խուսափում։ Չեմ խուսափում, չեմ ուզում։ Իշխանությունն է այսպես հրաժարվում հարցերի պատասխանել, փորձում եք ընդունել։ Հրաժարվում, չեմ ուզում հիմա պատասխանել։